Երևանը հյուրընկալել է հայ-ռուսական միջտարածաշրջանային գործակցության 10-րդ համաժողովը։ Տնտեսական գործակցությանը վերաբերող պանելային քննարկումներին հաջորդեց լիագումար նիստը, որը անցկացվեց Հայաստանի խորհրդանի ղեկավարի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի մասնակցությամբ։ Ալեն Սիմոնյանի խոսքով խորհրդանշական է, որ համաժողովն անցկացվում է մեծ հաղթանակի 80-ամյակի համատեքստում։ Այն երկու երկրի միջև գործակցության խորացման կարևոր հարթակ է։ Միջտարածաշրջանային կապերը, ըստ Սիմոնյանի, երկրների միջև հարաբերություններին հաղորդում են գործնական բովանդակություն եւ կայունություն։ Այսօրվա համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին։ Այստեղ են ձևավորվում այն նախաձեռնությունները, որոնք հետագայում իրականություն են դառնում, վերածվելով արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, գիտության եւ նորարարությունների ոլորտում հստակ ծրագրերի։ Այսօր, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ մարտահրավերների եւ վերափոխումների, առավել քան երբևէ կարեւոր է պետությունների եւ տարածաշրջանների կայուն, փոխշահավետ եւ երկարաժամկետ համագործակցությունը հաստատելուն եւ զարգացմանը ուղղված քայլերը։ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ համաժողովը նոր հնարավորություններ կստեղծի հայ-ռուսական գործակցության համար, կարևոր խթան լինելով գործընկերային հարաբերությունների զարգացման եւ միջտարածաշրջանային կապերի խորացման գործում։ Վալենտինա Մատվիենկոն նշեց, որ համաժողովը դարձել է հեղինակավոր հարթակ Ռուսաստանի եւ Հայաստանի տարածաշրջանների միջև ուղիղ երկխոսության, նաեւ արդյունավետ գործիք տարբեր ոլորտներում բազմակողմանի գործակցության զարգացման համար։ Мы не дружим против кого-то. Մենք ընկերություն չենք անում որևէ մեկի դեմ։ Մենք երբեք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրել։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք խրախուսել, ի տարբերություն որոշ այլ գործընկերների, որոնք միշտ ասում են կամ մեզ հետ, կամ ուրիշ ոչ մեկի։ Հայաստանն անկախ հարգանք վայելող պետություն է եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունի։ Բայց ինչ վերաբերում է ռուս-հայկական գործակցությանը, փոխգործակցությանը, բարեկամությանը, սա մեր պետությունների եւ ժողովուրդների ներքին արժեքն է։ Ես կցանկանայի նշել, որ այժմ մեր տնտեսական կապերը վերելք են ապրում։ Անցած տարվա արդյունքները խոսում են այդ մասին։ Ռուսաստանը Մատվիենկոյի խոսքով Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողներից է։ Ռուսական ներդրումների ծավալը ավելի քան 4 միլիարդ դոլար է։ Ռուսաստանի ավելի քան 20 շրջաններ հայ գործընկերների հետ կնքել են տնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային հումանիտար գործակցության վերաբերյալ միջտարածաշրջանային համաձայնագրեր։ Պանելային քննարկումներին ներկայացվել են միջմարզային ներդրումային հնարավորությունները, քննարկվել են տրանսպորտի ոլորտում տարբեր ծրագրեր։ Տրանսպորտի ոլորտում մեր ընդհանուր համագործակցությունը ինքը ավելի շատ ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանն է վերաբերում, թվայնացմանը, նաև ներկայացրել եմ խաղաղության խաչմերուկ նախագիծը, դրա կարևորությունը մեր երկրի համար, տարածաշրջանի համար ընդհանրապես եւ կարծում եմ նաև ԵԱՏՄ երկրների համար, քանի որ դա տարածաշրջանում տարբեր լոգիստիկ ուղիների, տարբեր հնարավորությունների ստեղծում է, որը կբերի առևտրի զարգացմանը ոչ միայն ռեգիոնալ երկրների, այլ նաև տնտեսական կենտրոնների միջև։ Տարբեր կլորսեղան քննարկումներ եղել, տարբեր թեմաների վերաբերյալ, ոչ միայն բիզնեսի, ինչպես նաև մշակութային, հումանիտար ոլորտներում համագործակցության հետ կապված, ինչպես նաև B2B ձևաչափով նաև տեղի ունեցել մեր գործարարների, հայ եւ ռուս գործարարների միջև նաև տեղի ունեցել հանդիպումներ, քննարկումներ։ Համաժողովի ավարտին փոխանակվեցին հայ-ռուսական միջմարզային գործակցությանը նվիրված երկկողմ փաստաթղթեր։ Մայա Խաչատրյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։